Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1183-րդ օրն է։ Ձեզ համար կրկին կարճ, բայց բովանդակալից եթեր են պատրաստել։ Մինչ Պուտինը իրենից ազատարար է ձևացնում Կուրսկի մարզում, ռուսական մամուլը հաղորդում է Բրյանսկի մարզում նոր ճեղքման մասին, իսկ ուկրաինական գենշտաբը հայտնում է Արիոլի մարզում կարևոր ռազմական թիրախ խոցելու մասին։ Հիշում եք, Ստամբուլում ռուսները սպառնում էին նոր մարզերով, երևի իրենց մարզերը նկատի ունեին։ Այսպիսի սարկազմով սկսենք մեր այսօրվա եթերը։ Մինչև եթերի հիմնական թեմաներին անցնելը ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեր աջակցության, լայքերի, մեկնաբանությունների եւ եթերների տարածման համար։ Դուք մեծ գործ եք անում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մենք պայքարում ենք ռուսական քարոզչության դեմ եւ դատելով նրանից, թե ինչպես են պուտինիստները նվնվում մեկնաբանություններում, մենք աջակցությամբ ենք պայքարում։ Շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Նշեմ, որ եթե նախընտրում եք տեղեկատվություն ստանալ Facebook-ից, կարող եք նաև հետևել մեր Facebook-յան էջին։ Բոլոր հղումները մեր ամենօրյա եթերների նկարագրության մեջ են։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 164 ռազմական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են ռուսների 44 գրոհային գործողություն։ Այս մասին չորեքշաբթի մայիսի 21-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Կուրսկի մարզում ուկրաինացի պաշտպանները կասեցրել են ռուսների 13 գրոհային գործողություն։ Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են ռուսների անձնակազմի, սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 9 շրջանների։ Պարտիզանները Գենիչևսկի շրջանում ոչնչացրել են անօդաչու թռչող սարքերի հետ աշխատելու եւ էլեկտրոնային պատերազմյա սարքավորումներով ռուսական մեքենա, որն օգտագործվում էր ռուս զինվորականների կողմից։ Զինվորականները բնակվում էին տեղի բնակիչների տներում եւ ռազմական տեխնիկան քողարկում էին որպես քաղաքացիական տեխնիկա, թաքցնելով այն մասնավոր բակերում, բայց դա նրանց չփրկեց։ Ցավոք ունենք մեկ ողբերգական լուր՝ մայիսի 20-ին ռուսական զորքերը հրթիռային հարձակում են իրականացրել Սումիի մարզի հրաձգարանում, պոլիգոնում գտնվող ուկրաինացի զինվորների վրա։ Զոհվել է 6 ուկրաինացի մարտիկ, 1 տասնյակից ավելին վիրավորվել է։ Ռուսաստանի հարձակումները սահմանային խաղաղ բնակավայրերի վրա չեն դադարում։ Վերջին 24 ժամվա ընթացքում վնասներ են հասցվել Սումիի, Խերսոնի եւ Խարկովի մարզերում։ Մայիսի 21-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 76 շահեդ տիպի գրոհային դրոններով։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը վնասազերծել են 63 շահեդ։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ռազմաօդային ուժերից։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր ուկրաինական տարածքում ռուսական զորքերի ընդհանուր մարտական կորուստները կազմել են 976780 զավթիչ, եւս 980 զավթիչ ոչնչացվել է վերջին 24 ժամվա ընթացքում։ Բացի այդ, անցած 24 ժամում ոչնչացվել է օկուպանտների մոտ 200 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ռուսական կողմը բողոքում է, որ առաջնագծում դրոնների կիրառման հարցում Ուկրաինայի պաշտպանության ուժերը գերազանցում են ռուսական բանակին։ Ուկրաինական դրոնները արդեն վերահսկում են առաջնագիծը 50 կիլոմետր խորությամբ, սա այսպես կոչված քիլ զոնան է։ Այս մասին հայտնում են ռուս Z աղբյուրները, որոնք Ուկրաինայի դեմ ագրեսիային են մասնակցում։ Մասնավորապես այդ թեմայով խոսել է Միխայիլ Պոլինկովը։ Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներից եւս մեկ ուշագրավ լուր։ Ուկրաինայի դեմ սկսված ագրեսիայի ընթացքում բանակից փախած ռուս զինծառայողների թիվը գերազանցում է մի ամբողջ բանակային կորպուսի կազմ։ Վաժնեի Իսტორիի լրագրողական խմբի հետաքննության համաձայն խոսքը առնվազն 49000 բանակից փախած ռուս զինծառայողների մասին է։ Իրական թիվը ըստ ամենայնի շատ ավելի մեծ է։ Լրագրողները նման եզրակացության են եկել համացանցում հայտնված տվյալների բազաների հիման վրա։ Ենթադրվում է, որ տվյալները հաքերների կողմից են ձեռք բերվել։ Ռուսաստանը հայտնում է, որ 150 դրոններ գիշերը գրոհել են երկրի տարբեր մարզեր։ Նշվում է, որ դրոնները եղել են Բրյանսկի, Արիոլի, Կուրսկի եւ Մոսկվայի մարզերում։ Դեռ ռուսները միշտ հայտնում են, որ իրենք ամեն ինչ խփում են եւ խոցումներ եւ վնասներ չունեն։ Դրոններ են գրանցվել նաեւ Վլադիմիրի, Ռիազանի, Բելգրադի, Տուլայի, Կալուգայի մարզերում եւ Սևծովի վրա։
Դրոնների հարձակման պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Յարոսլավլի, Կոստրոմայի, Կալուգայի օդանավակայաններում։ Արիոլի մարզի Բոլխով քաղաքի հանրային էջը հայտնում է, որ հարձակումների արդյունքում վնասվել են որոշ օբյեկտներ, վնասվել են իբր։ Միաժամանակ տեղական իշխանությունները պնդում են, որ զոհեր կամ ավերածություններ չկան։ Իսկ հիմա ուկրաինական գենշտաբի լուրը կարդանք, թե ինչ է նշանակում ռուսական վնասվել բառը։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ռուսաստանի Դաշնության Արիոլի մարզում գտնվող Բոլխովի կիսահաղորդչային սարքավորումների գործարանին, ինչպես հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, մայիսի 21-ին գործողությանը մասնակցել են զինված ուժերի անօդաչու համակարգերի ստորաբաժանումները, համագործակցելով պաշտպանական ուժերի այլ ստորաբաժանումների հետ։ Ըստ հաղորդագրության, թիրախի տարածքը հաջողությամբ հասել եւ խոցել են 10 դրոններ, հրդեհ է բռնկվել, խոցման հետևանքների վերաբերյալ մանրամասները ճշտվում են, հետագայում գենշտաբը հուսանք մեզ այս մասին կտեղեկացնի։ Գլխավոր շտաբի տվյալներով այս գործարանը Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է կիսահաղորդչային սարքերի եւ բաղադրիչների մշակման ու արտադրության ոլորտում։ Այն արտադրանք է մատակարարել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի առնվազն 19 ձեռնարկությունների, այդ թվում Սուխոյ ընկերության օդանավերի, ինչպես նաև Իսկանդեր եւ Կինժալ հրթիռների արտադրությանը։ Գործարանը գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո, սակայն տարեկան արտադրում է մոտ 3 միլիոն սարքավորում։ Գործարանում աշխատում էր շուրջ 700 մարդ։ Դե միջազգային սանկցիաներին ուկրաինական դրոնների սանկցիաները հավելվեցին։ Ռուսաստանը հաստատել է դրոնների հարձակումը Արիոլի մարզի Բոլխով կիսահաղորդչային սարքավորումների գործարանի վրա։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին հարված էր հասցվել նաև Ռուսաստանի Բրյանսկի մարզի Ստրելա գործարանին, որի արտադրանքն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Անցնենք քաղաքական լուրերին։ Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինը ըստ ռուսական քարոզչամիջոցների այցելել է Ռուսաստանի Կուրսկի մարզ։ Այս այցը ներկայացվել է իբր լրիվ ազատագրման հետ կապված, այնպես են լրիվ ազատագրել, որ ամենօր մարտեր են Կուրսկի մարզում, սակայն այլ ռուսական լրատվամիջոցներ տեղեկացնում են Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր ներթափանցման մասին Բրյանսկի մարզ, ինչը կրկին ստվեր է գցել Պուտինի այսպես կոչված հաղթական տոնի վրա։ Ուկրաինական կողմը պաշտոնապես Բրյանսկի մարզի մասին որևէ հաղորդագրություն չի տարածում։ Տարածքի վերաբերյալ բոլոր հնարավոր նորությունները կարող եք գտնել մեր Telegram-ում։ Չենք կարող չանդրադառնալ ԱՄՆ Սենատում ընթացող քաղաքական բատալիաներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկ Ռուբիոն մասնակցել է Սենատի լսումներին, որտեղ բավական մանրամասն քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի թեման։ Ռուբիոն արձանագրել է, որ զինադադարի հարցում առաջընթաց չկա։ Մեջբերեմ հիմնական խնդիրը նրանում է, որ Մոսկվան ցանկանում է այն, ինչ հիմա չունի, եւ չունի դրա իրավունքը, իսկ Ուկրաինան ուզում է վերադարձնել այն, ինչը չի կարող ռազմական ճանապարհով, նշել է Ռուբիոն։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում կիրառել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, որովհետև դա իբր կարող է ստիպել Մոսկվային հրաժարվել բանակցություններից, ինչ հետարքիր լոգիկա է, չէ՞։ Մոսկվայի հետ ոչ ոք չէր բանակցում, պարզապես օգնում էին Ուկրաինային նախորդ վարչակազմը։ Սրանք բանակցություններ են հորինել եւ վախենում են, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ։ Միաժամանակ իրենք են հայտարարում, որ ձեռքերը լվանում են այս թեմայից, ինչ որ տվայտանքների մեջ է Թրամփի վարչակազմը։ Լսումների ընթացքում Ռուբիոն վիճաբանության մեջ է մտել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջին Շահինի հետ, վերջինս պահանջել է ավելի կոշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա նոր պատժամիջոցների եւ ուկրաինական զենքի մատակարարման միջոցով։ Բոլոր պատժամիջոցները շարունակում են գործել, ուստի պնդումը, թե մենք զրկվել ենք ճնշման լծակներից, սխալ է, պատասխանել է Ռուբիոն։ Սպառազինության մատակարարումից ի պատասխան Շահինը հիշեցրել է, որ հենց Թրամփն է ըստ իրեն հրաժարվելով Ուկրաինայի անդամակցությունից ՆԱՏՕ-ին եւ նոր սպառազինության մատակարարումից զրկել իրեն ուժեղ դիրքերից, Թրամփի լեզվով ասած հաղթաթղթերից։ Ռուբիոն նշել է, որ զենքի մատակարարումները շարունակվում են, պարզապես եղել է մեկ շաբաթ տևած դադար։ Նրանք դեռ ստանում են զինտեխնիկա Ամերիկայից, ասել է նա։ Դե Ռուբիոն հո չի ասի, թե ինչ հետևանքներ ունեցան այդ զենք չմատակարարելու եւ տվյալներով չկիսվելը ուկրաինական բանակի համար Կուրսկի մարզում։ Շահինը շեշտել է, որ խոսքը գնում է այն օգնության մասին, որը դեռ Ջո Բայդենի նախագահության օրոք էր համաձայնեցված։ Նա հարցրել է, արդյոք ներկայիս վարչակազմը նախատեսում է նոր մատակարարումներ, սակայն Ռուբիոն հստակ պատասխան չի տվել։ Կիևից ստացվող հարցումներին, օրինակ Patriot հոп համակարգերի վերաբերյալ, մենք արձագանքում ենք բավական անկեղծ, մենք էլ մեզ մոտ բավարար քանակ չունենք, աշխատում ենք այլ երկրների հետ, բայց նրանք էլ չեն ցանկանում հրաժարվել իրենց հոп համակարգերից, նշել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պարզապես չի հասցնում բավարար քանակով արտադրել նման համակարգեր։ Շահինը իր ելույթի վերջում նկատել է, որ բռնապետ Պուտինը ձգում է ժամանակ, խաղալով Թրամփի վրա ինչպես ջութակի, եւ այսպես Կրեմլը շահում է ժամանակ ագրեսիան շարունակելու համար։ Իրոք օրը շատ հագեցած է նորություններով, հիշեցնեմ, որ բոլոր լուրերը կարող եք գտնել մեր Telegram-յան ալիքում, բայց այսօր ուզում եմ անցնել տնտեսական թեմային, որը վաղուց ձեզ չեմ ներկայացրել։ Երկաթուղային կոլապս, Ռուսաստանի Դաշնության մոտալուտ փլուզման ազդանշան, այսպիսի վերնագրերով հոդվածները հաճախացել են համացանցում։ Ըստ փորձագետների, Ռուսաստանի երկաթուղային բեռնափոխադրումների կտրուկ անկումը 25 թվականին ահազանգ է տնտեսության արագ քայքայման մասին։ Ըստ պաշտոնական տվյալների, 25 թվականին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կտրուկ անկում է ապրել։ Սա հստակ վկայում է Ռուսաստանի տնտեսության խորացող խնդիրների մասին։ Ռուսական երկաթուղիների ՌԺԴ-ի աշխատանքային վերջին տվյալները 25 թվականի առաջին 4 ամիսների կտրվածքով ցույց են տալիս, որ տնտեսության վիճակը վատթարանում է։ Այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել հայտնի տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն, խոսքը ռուս փորձագետների մասին է։ Նա այս իրավիճակը անվանել է ճնշող, ընդգծելով բեռնափոխադրումների ծավալների աննախադեպ անկումը։ Թվերն իրենք են խոսում իրենց մասին, գրեթե 20%-ով նվազում է 2019-ի համեմատությամբ եւ 10%-ով 24-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Անհանգստացնող է, որ անկումը գրանցվել է գրեթե բոլոր ապրանքային խմբերում, նշում է փորձագետը։ ՌԺԴ-ի բեռնափոխադրումների նվազումը կապված է արդյունահանող արդյունաբերության դանդաղման կամ նույնիսկ հետընթացի հետ, որտեղ հումքը տեղափոխվում է վագոններով։ Նույնը վերաբերում է մետալուրգիային, շինարարությանը, որտեղ փոխադրվում են հումք եւ շինանյութեր։ Բացի այդ, այս թվերը կապված են նաև ածխի եւ հացահատիկի արտահանման ծավալների հետ, որոնք կարևոր դեր են խաղում ռուսական բյուջեում։ Այս կտրուկ անկումը վկայում է Ռուսաստանի տնտեսության կառուցվածքային խորքային խնդիրների մասին։ Սա պարզապես ժամանակավոր դանդաղում չէ, այլ հնարավոր հետևանք է սեղմվող շուկաների, արտադրական ակտիվության անկման եւ արտաքին սահմանափակումների, որոնք ազդում են արտահանման եւ ներքին սպառման վրա։ Հաշվի առնելով երկաթուղային համակարգի կենտրոնացված դերը, այս տվյալները շատ բան են ասում այն մասին, թե իրականում ինչ վիճակում են երկրի հիմնական տնտեսական ոլորտները, ի տարբերություն պաշտոնական չափազանցված լավատեսական հայտարարությունների։ Մեզ հայերիս համար սա կարևոր է իմանալ, հատկապես այն համատեքստում, որ ռուսական երկաթուղիները հայկական երկաթուղիներն են տիրապետում եւ ռուսական երկաթուղու ֆինանսական վիճակից անմիջական կախում ունի նաեւ հայկական երկաթուղին։ Իդեպ հիշեցնեմ, որ ռուսական երկաթուղիները նույնպես պատժամիջոցների տակ են, ինչպես ռուսական շատ ոլորտներ։ Միայն երկաթուղային ոլորտը չէ ճգնաժամի մեջ, ճգնաժամը կլանել է ռուսական տնտեսության բազում ոլորտներ, օրինակի համար ագրոսեկտորի համար արտադրվող տեխնիկան, ավելի ճիշտ տեխնիկայի արտադրանքի դադարեցումը, ոլորտները մեկը մյուսի հետևից գլորվում են ճգնաժամի մեջ, այդ թվում գյուղատնտեսության ոլորտը, որի վիճակը պերճախոս կերպով պատկերված է ռուսական գյուղատնտեսական տեխնիկայի ֆլագմանի Ռոստսելմաշի կոնցեռնի ներկայիս իրավիճակում։ Հունիսից այս ընկերությունը, որը մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը արտադրում էր Ռուսաստանում արտադրվող բոլոր կոմբայների 2/3-ը եւ այլ գյուղատնտեսական տեխնիկայի 70%-ը կդադարեցնի արտադրությունը, հաղորդում է Reuters-ը։ Պատճառը արտահանման մաքսատուրքերի, բարձր տոկոսադրույքերի եւ կառավարության աջակցության կրճատման պատճառով ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած ֆերմերների պահանջարկի կտրուկ անկումն է։ Ռոստսելմաշը դադարեցնում է արտադրությունը ֆինանսական ճգնաժամի պատճառով։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ արտադրության դադարեցման որոշումը պայմանավորված է ծախսերի օպտիմալացման անհրաժեշտությամբ։ 24 թվականի ֆինանսական արդյունքները ընկել են վերջին տասնամյակի ամենավատերի շարքը, Ռոստսելմաշի մաքուր շահույթը նվազել է 2.4 անգամ, իսկ վաճառքից եկամուտը գրեթե 7 անգամ։ Պատկերացնում եք ինչ թվերի մասին է խոսքը։ Արդյունաբերության ներկայացուցիչները նշում են, որ ճգնաժամը պայմանավորված է գյուղատնտեսական արտադրողների համար պայմանների վատթարացմամբ։ Սա կապված է հատկապես ինքնարժեքի աճի, բարձր տոկոսադրույքով վարկերի եւ հացահատիկի արտահանման եկամտաբերության նվազման հետ, պայմանավորված ուժեղ ռուբլով եւ արտահանման մաքսերով։ Դե երբ որ ուզում էին ռուբլին արհեստականորեն ուժեղացնել, սա էլ իր հետևանքներն է ունենում։
Արդյունքում գյուղացիները հրաժարվում են թարմացնել գյուղտեխնիկան, ինչը բացասաբար է անդրադառնում տեխնիկայի արտադրող ընկերությունների վրա։ Ռուսական սոցիալական ցանցերը լի են Ռոսելմաշի աշխատակիցների հաղորդագրություններով, որոնք բողոքում են ձեռնարկությունում տիրող աղետալի իրավիճակից։ Փորձագետների կարծիքով Ռուսաստանի հացահատիկ արտադրողներն այժմ լուրջ խնդիրներ ունեն ևս, իսկ մեզ հայերիս համար սա կարևոր է մեկ պարզ պատճառով. Հայաստանը մինչև այսօր չի կարողացել ամրապնդել իր պարենային անվտանգությունը եւ չի դիվերսիֆիկացրել հիմնական մթերքների մատակարարումները։ Այսպիսի զարգացումներին պետք է նախապես հետևել, որպեսզի մի օր, երբ Ռուսաստանում ամեն ինչ կտրուկ փլուզվի, մեզ համար դա անսպասելի չլինի։ Հայաստանում ռուսականը դեռ շատ տարածված է, ուստի ասեմ մի ռուսական հայտնի խոսք՝ «Գոտով սանի լետом, а зимой телегу»։ Ամռանը սահնակդ պատրաստիր, իսկ ձմռանը սայլը, այսինքն կանխատեսիր վտանգը եւ նախապես պատրաստվիր։ Հետո որ չասեն չգիտեինք կամ չասեն թե Մարատը Կիևից է խոսում, դրա համար Ռուսաստանի մասին միայն վատ բաներ է ասում, սա ռուսական տվյալներ են, պարզապես այն մարդկանց օբյեկտիվ գնահատականը, ովքեր մասնագետներ են, որը որ ցավոք չեն կարող տեսնել ոչ ռուսական մեծ լրահոսում, ոչ հայկական։ Չինաստանը 3 անգամ կրճատել է ներդրումները Ռուսաստանում պատերազմի ընթացքում, չնայած Վլադիմիր Պուտինի բարձրաձայն հայտարարություններին աննախադեպ ճակերտների մեջ իհարկե գործընկերության մասին Չինաստանի հետ, իրականությունը այլ է։ Պեկինը կտրուկ կրճատել է ներդրումները իր այսպես կոչված դաշնակից Ռուսաստանի տնտեսությունում, այս մասին գրում է Moscow Times-ը։ Ֆինլանդիայի կենտրոնական բանկի Զարգացող տնտեսությունների ինստիտուտի BOFIT-ի տվյալներով 22-23 թվականներին Չինաստանը Ռուսաստանի նախագծերի մեջ տարեկան ներդրել է ընդամենը $400 միլիոն։ Սա 3 անգամ քիչ է, քան 11-ից 18 թվականներին, երբ տարեկան ներդրումները կազմում էին մոտ $1.2 միլիարդ։ Թեև 24 թվականի մայիսին Պուտինը հայտարարեց Սի Ցզինպինին, որ Ռուսաստանը պատրաստ է ստեղծել հարմարավետ պայմաններ չինական բիզնեսի համար եւ հարաբերությունները բնութագրեց որպես 21-րդ դարի իդեալական համագործակցություն, իրական քայլերը խոսում են հակառակի մասին։ Չինական իշխանությունները արդեն արգելել են իրենց ընկերություններին ներդրումներ անել Ռուսաստանի նավթագազային ոլորտում, ավտոարտադրողներին գործարաններ կառուցել, իսկ Սիբիրի ուժ 2 խոշոր էներգետիկ ծրագիրը մերժվել է ֆինանսավորման տեսանկյունից։ Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի տվյալներով վերջին խոշոր չինական ներդրումը Ռուսաստանում եղել է դեռևս 21 թվականին, երբ Sinopec ընկերությունը ներդրել է $360 միլիոն նավթային նախագծում։ Նավթից խոսեցինք, չենք կարող ռուսների տրամադրությունը չգցել նաև այս ոլորտում։ Տեղի ունեցող զարգացումների ֆոնին Արևմուտքը կարող է լրացուցիչ հարված հասցնել Ռուսաստանի արդեն ճնշված տնտեսությանը, նվազեցնելով նավթի գնի առաստաղը Urals ապրանքանիշի համար։ Urals-ը, ինչպես գիտեք, ռուսական նավթի ապրանքանիշն է։ Ուկրաինան պահանջում է, որ վերին սահմանը իջեցվի մինչև $30 մեկ բարելի համար, իսկ առանց այդ էլ Urals տեսակի նավթի գինը արդեն հասել է $54, ինչը դարձել է լուրջ տնտեսական հարված Կրեմլին։ Եվրոմիությունը այս շաբաթ մեծ յոթնյակի անդամ երկրներին առաջարկելու է իջեցնել ռուսական նավթի գնային սահմանը 60-ից մինչև $50։ Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է Եվրոմիության տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը նախքան Կանադայում կայանալիք ֆինանսների նախարարների մեծ յոթնյակի հանդիպումը։ Այս մասին նույնպես հաղորդում է Reuters-ը։ Բայց նույնիսկ առանց նոր պատժամիջոցների Ռուսաստանը արդեն զգում է եկամուտների խորը անկում։ Միջազգային ֆինանսների ինստիտուտի գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը նշել է, որ 25 թվականի ապրիլին ռուսական Urals տեսակի նավթի միջին գինը կազմել է $54, մինչդեռ 1 տարի առաջ 24 թվականի ապրիլին այն արժեցել է $73։ Սա 26% անկում է ընդամենը 1 տարում, եւ նման անկումը նավթային բյուջե ունեցող երկրի համար հարված է ուղիղ ամենացավոտ տեղին, եթե կարելի այդպես ասել, հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական կախվածությունը նավթից ու Urals-ի գնի շարունակական անկումը կարող է ավելի խորացնել բյուջետային ճգնաժամը, իսկ նոր առաստաղի հաստատումը մեծ յոթնյակի կողմից պարզապես ամրագրում է այն փաստը, որ Կրեմլի նավթային վահանը այլևս չի պաշտպանում Կրեմլին։ Այսքանով ավարտեմ այսօրվա մեր եթերը, հուսամ ձեզ դուր եկավ, ամուր եղեք, մինչ նոր հանդիպում։